Հարգելի հեռուստադիտողներ, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավականու ընտրություններին ընդառաջ շարունակվում է կուսակցությունների նախընտրական քարոզարշավը։ Ասեք կանեն կարգախոսի ներքո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր շարունակում է իր քարոզարշավը Աջափնյակ վարչական շրջանում։ Այժմ ես պատրաստվում եմ զրուցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երևանի ավականու թեկնածու Լևոն Լևոնյանի հետ։ Լևոն, ընդհանուր առմամբ արդեն եթե փորձենք այսպես ամփոփել մոտ մեկ շաբաթ է քարոզարշավը իրականացվում է, այսօր էլ շարունակում ենք Աջափնյակ վարչական շրջանում շրջել, բնակիչների հետ զրուցել։ Ամենակարևոր, այսպես առաջնահերթ նաև խնդիրները, հարցերը, որոնք այս օրերի ընթացքում բարձրաձայնել են քաղաքացիները եւ որոնք որ դեռևս լուծում չեն ստացել, որքան էլ որ փորձում եք ներկայացնել, որ այսպիսի աշխատանքներ են օրինակ իրականացվել, որոնք են եւ նաև ուզում եմ հասկանալ ընդհանուր տրամադրությունները քաղաքացիների մոտ ձեր գնահատմամբ ինչպիսին են ընտրություններին կապակցությամբ։ Բարև ձեզ, Յաննա ջան, այո, 7-րդ օրն է այսօր քարոզարշավի, եթե չեմ սխալվում, մենք շրջել ենք բազմաթիվ վարչական շրջաններով, այսօր գտնվում ենք Աջափնյակում, հիմնականում քաղաքացիների, բոլոր քաղաքացիների մեծամասնության մոտ նույն խնդիրներն են, հիմնական առանձնացվում են, հիմնականում կոմունալ կենցաղային, տրանսպորտի, լուսավորության, վերելակների հետ կապված հիմնահարցերը եւ կոյուղաջրերի ջրահեռացման եւ նաեւ տեղեր կան ջրամատակարարման խնդիրները, որոնց մի մասը մեծամասամբ մեր տիրույթում չի գտնվում, այսինքն նաեւ Վիոլա ջրի տիրույթում է, իրենց վերահսկողության եւ սպասարկման հարցեր են, ասենք եւ անենք կարգախոսը հենց ընտրվել է, այսինքն մեր վերջին արված 5 տարիների աշխատանքների շնորհիվ, որովհետեւ բազմաթիվ բաներ, այն ինչը որ եղել են մեր նախորդ ավականու ընտրությունների ծրագրում ի կատար են ածվել, մենք ընդամենը մեկ բան պետք է գիտակցենք, որ 30 տարում կուտակված գոյացած խնդիրները անհնարին է, մենք այսինքն համակարգային խնդիրներ ենք այժմ փորձում լուծել, այսինքն համակարգային տրանսպորտի խնդիր, համակարգային բակերի խնդիր, համակարգային նախակրթարանների բարենորոգման պատշաճ տեսք ունենալու խնդիր, որոնք 30 տարի մատնված են եղել ուղղակի անտերության եւ ոչ մի բան բացարձակապես չի արվել 5 տարի է իշխանություն այո 5 տարվա մեջ բազմաթիվ նախակրթարաններ են վերանորոգվել հիմնանորոգվել տրանսպորտային համակարգի բարելավումը կարծում եմ ակնառու է շուտով կմտցնենք միասնական ընդհանուր վճարային համակարգը տրանսպորտային որը շատ ահագին կթեթևացնի մեր քաղաքացիների տեղաշարժը լոգիստիկ խնդիրները կլուծվեն, այսինքն եւ պայմանները եւ սպասարկումը ավտոբուսների որակները, այսինքն ամառային շոկ եղանակներին մարդիկ էլ գազելների մեջ ճմրթված ձևով չեն տեղաշարժվի, միասնական տոմսը հնարավորություն կտա 20 րոպե թե կես ժամվա ընթացքում միանգամից, այսինքն եթե դու երկու տրանսպորտ պետք է փոխես, մեկ տրանսպորտից օգ վճարելով 100 դրամ առանձին բանով ID քարտեր են լինելու առանձին տոմսով էլեկտրոնային տարբերակով վճարելով եւ դուրս գալով մեկ այլ տրանսպորտ նստելով 20 րոպեի կես ժամվա ընթացքում չի գանձվելու հավելյալ վճար, այսինքն այդտեղ եւս կրկնակի շահում է քաղաքացին եւ բակային տարածքներ մինչեւ 2020, այսինքն առաջիկա տարիներին, առաջիկա 2 տարում Երևանում չի լինելու տենց բակ ներբակային տարածք, որտեղ չի լինելու վերանորոգված տարածք, այսինքն մանկական առաջնային շեշտը քաղաքացին է, առաջնային շեշտը քաղաքացու խնդիրն է, մարդու արժեքը, այսինքն մարդու ցանկությունը, քաղաքը պետք է լինի մարդու համար, քաղաքացու համար, մենք դա ենք կատարածում, դա ասում է քաղաքացին, մենք անում ենք, երկու մեսիջունի ասենք եւ անենք սլոգանը, դա նա է, որ առաջինը ասել են շատ բաներ արել են եւ այդպես էլ շարունակաբար գնալու է ասելու է քաղաքացին եւ մենք անելու ենք եւ երկրորդ իմաստը դա այն է որ ասենք անենք քաղաքացին 17-ին սեպտեմբերի առաջիկա ընտրություններում Երևանի ավականու պետք է ասի իր քվեն տալով իր վստահության քվեն ձայնը տալով մեզ նա այդ հանձնարարականը ավտոմատ իջեցնում է մեզ վրա
մենք պետք է կատարենք այդ հանձնարարականները։ Տեսեք, ինչ է կարծում քաղաքացիների մոտ, նաև շատերի հետ երբ անձամբ զրուցում ենք, հարցումներ ենք իրականացնում, տեսնում ենք, որ երևանցիներից շատերը օրինակ հիասթափություն եւ անվստահություն ունեն այլևս եւ նաև շատերը ցանկություն անգամ չեն հայտնում գալու եւ ընտրություններին մասնակցելու։ Երկու հարց ունեմ այս առումով։ Ինչ է կարծում, այս քարոզարշավները օրինակ փոխում են նրանց մոտ այդ տրամադրվածությունը եւ երկրորդ նաև ինչից է դա գալիս, ինչպես եք փորձելու նաև երևանցիներին կրկին համոզել, կրկին վստահեցնել, որ ձեր քվեն իսկապես շատ կարևոր է։ Գնացեք եւ կատարեք ձեր ընտրությունը, որ ուժին, որ կուսակցության, որ ցանկանում եք։ Դիանա ջան, մենք գիտենք, որ Երևանում, հա, համեմատաբար օրինակ մարզերի միշտ ընտրական process-ներում մասնակցությունները եղել են միջին կամ միջինից ցածր, այսինքն 40%, որ վերջին տարիների պատկերները նայենք, համեմատենք, համեմատական անցկացնենք, կտեսնենք, որ 40-45% մասնակցությունը Երևանի համար շատ բարձր տոկոս է։ Ես կարծում եմ մենք եւս կունենանք այդ չափ մասնակցություն, բայց ինչը որ վերաբերվում է անտարբեր կամ դժգոհ քաղաքացիների մասով, իհարկե միանշանակ է, որ կասկած չի արվում, որ չեն կարող 100%-ով բոլորը գոհ լինել։ Միշտ կլինի ինչ-որ մեկը, որը պետք է բողոքի եւ դժգոհի, եւ հենց դա պետք է նաեւ խթան հանդիսանա, այդ բողոքը, այդ հորդորը, այդ չգիտեմ հանձնարարական այդ վրթովմունքը, որ մենք ավելի ինտենսիվ, ավելի մոտիվացված աշխատենք եւ փորձենք այդ խնդիրը օր-շուտ, ժամ-շուտ լուծել։ Բնականաբար կլինեն մարդիկ նաեւ ովքեր տոտալ անտարբեր են, ցավոք սրտի մեր հասարակության մեջ, մեր քաղաքում կան այդպիսի մարդիկ, ովքեր իրենց առօրյա կենցաղային հարցերով, հոգսերով, իրենց ներընտանեկան խնդիրներով, իրենց գործերով են եւ տոտալ անտարբեր են ցանկացած ընտրություններին եւ կան մարդիկ, քաղաքացի են, չէ՞, ինչպես պետք է աշխատեք նաև նրանց հետ, որպեսզի նրանց մոտ փոխվի։ Մենք աշխատում ենք face to face, մենք աշխատում ենք դռնեդուռ, մենք աշխատում ենք բակ-առ-բակ, այսինքն կան մարդիկ, ովքեր իրազեկված չեն, պատշաճ տեղյակ չեն, հա, TV չեն նայում, ռադիո չեն լսում, ԶԼՄ-ներով ինֆորմացիա չեն ստանում, կտրված իրենց հոգսերով եւ չգիտեն ինչա կատարվում օրինակ իրենց բակում, իրենց քաղաքում, հա, կան բազմաթիվ մարդիկ նմանատիպ, այդ մարդկանց պետք է մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բացատրում ենք, ներկայացնում ենք ինչ ենք արել, ներկայացնում ենք ինչ ենք անելու։ Եվ կարծում եմ ամենալավ ապացույցը դրա մեր արված աշխատանքն է, որը արել ենք անցած 5 տարիների ընթացքում։ Օրինակ ընտրություններին, այսպես ասեմ, հա, նաև քանի տոկոս հավաքելու, հա, այսպես ասեմ, շանսերը ձեր եթե ռեալ գնահատեք, ինչպիսին է, հաշվի առնելով, որ նաև ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ, գուցե եւ ես ավականու տեխնացու եմ ինքս, եւ ես ինքս ամեն ինչ անում եմ, որ մենք մաքսիմալ բարձր տոկոս եւ վստահության քվե ստանանք, կողմնապահություն կդիտվի, որ ես հիմա գնահատական տամ, թող ժողովուրդը սեպտեմբերի 17-ին ինքը իր ընտրությամբ որոշի մեր վստահության քվեի չափը։ Ինչու օրինակ Հայկ Մարությանը, որը որ նախկին քաղաքապետն էր հենց նաև ձեր թիմից եւ առաջիկա ընտրություններին էլ կրկին առաջադրվել է, ասում է 50+1% պետք է հավաքեն քաղաքացիներ ջան, որտեվ իմ սկսած գործը պետք է շարունակենք, դա բոլորիս է պետք, անգամ նրանց նախընտրական կարգախոսն է, այդպեսին շարունակենք, որովհետեւ պետք է բոլորիս։ Դա Հայկ Մարությանի ասածն է, դա թող Հայկ Մարությանը մեկնաբանի, բայց կարծում եմ դա երազների ժանրից է, ֆանտազիաների ժանրից է եւ եթե ինքը հավատում է երազներին եւ ֆանտազիաներին, խնդրեմ իսեր Աստծո դա իր գործն է, ամեն դեպքում մենք բավականաչափ ձայն կստանանք, ես վստահում եմ եւ հավատում եմ մեր ժողովրդի եւ խոհեմությանը եւ նրանց վստահությանը, ես վստահ եմ, որ ժողովուրդը մեզ կընտրի եւ կկատարի խոհեմ ընտրություն։ Իսկ այդ դեպքում հիմնական օպոնենտ ձեր ուժին ում եք համարում։ Բոլոր տեխնացուներն էլ արժանի են իրականում, բոլոր տեխնացուներն էլ գուցե ունեն իրենց հստակ էլեկտորատը, գուցե եւ ունեն իրենց այսպես ասած, հա, կանխատեսած ձայները, բայց ամեն դեպքում ես չեմ ուզում տենց ավելի դիտարկեմ ով է ամենաշատը, հա, օպոնենտը մեզ,
ով է ամենաուժեղ հակառակորդը, թող ժողովուրդը որոշի, նորից եմ ասում, այսինքն եթե իրենց բերած փաստարկները, եթե իրենց բերած ծրագրերը ավելի գրավիչ են եւ ավելի ընդունելի են ժողովրդի կողմից, ժողովուրդն է որոշողը։ Ժողովուրդն է թող որոշի։ Ես չեմ ուզում տենց ինչ-որ գրադացիաներ տամ, այս մեկ ավելի ուժեղ, այս մեկ ավելի թույլ է, բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն, հավասար հնարավորություններ ունեն եւ հավասար պայմաններ է ստեղծված, ոչ մեկը առավել կամ պակաս պայմաններում չի գտնվում, բոլորը հավասար պայմաններում են իրենց քարոզարշավները անում, այնպես որ ես խնդիր չեմ տեսնում, թող գնան։ Այսպիսի օրակարգ է ստեղծված, հա, այսպիսի քննարկումներ, այսպիսի դիսկուրսներ են ընթանում, որ հիմնական պայքարը այս ընտրություններին ընթանում է Տիգրան Ավինյանի, այսինքն ձեր կուսակցության քաղաքապետի տեխնացու եւ Հայկ Մարությանի միջև։ Ես նմանատիպ պայքար չեմ տեսնում, Տիգրան Ավինյանն է, բոլորը գիտեն Տիգրան Ավինյանին եւ Տիգրան Ավինյանի աշխատանքը եւ մեր թիմի աշխատանքը եւ բոլորը նաեւ ճանաչում են ձեր վերոհիշյալ մյուս տեխնացուին։ Ես ամեն դեպքում նորից եմ ասում, համատականներ չեմ անցկացնի, որտեղ ժողովուրդն է որոշողը։